Այստեղ հավաքվել Ժողովուրդ ջան, եթե դժվար չի գիտեմ շոքա արևա, բայց այս կողմում հավաքվենք, որովհետև երկու բառ եմ ուզում ձեզ ասեմ։ Նախ առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնեմ ձեզանից յուրաքանչյուրին այսօր այստեղ լինելու համար։ Իսկապես շատ շնորհակալ ենք, որովհետև հատկապես այս բարդ ու դժվարին փուլում ձեզանից յուրաքանչյուրի աջակցությունը մեր համար շատ կարևոր է։ Ես ուզում եմ այս պահին բոլորս մի հատ շատ բարձր ծափահարենք, որպեսզի պարոն Ծառուկյանը ներսում լսի, որ դուք այստեղ եք։ Շնորհակալ եմ ժողովուրդ ջան, իսկապես այն էներգիան, որը հիմա դուք տալիս եք, վստահ եմ, որ ներսում պարոն Ծառուկյանը զգում է, լսում է, տեսնում է ու գնահատում է։ Մենք այսօր իսկապես շատ բարդ փուլում ենք հայտնվել, բայց անգամ այս պայմաններում պարոն Ծառուկյանը չի կորցնում իր լավատեսությունը, չի կորցնում իր հաստատակամությունը ու չի կորցնում ձեր կողքին ու մեր բոլորի կողքին լինելու իր ցանկությունը։ Հենց այսօր քրեակատարողական հիմնարկից հղված իր ուղերձում պարոն Ծառուկյանը հստակ ևս մեկ անգամ վերահաստատում է, որ այնպես ինչպես ինքը ամբողջ կյանքում կառուցել է, նույն տեմպով շարունակելու է կառուցել այս երկրում։ Ի տարբերություն շատերի Գագիկ Ծառուկյանը այս երկրում կառուցել է, ոչ թե քանդել է, ստեղծել է, ոչ թե կործանել է, ու նույն կերպ շարունակելու է նաև առաջիկայում։ Այո, պարոն Ծառուկյանը այսօր գտնվում է անազատության մեջ, բայց անգամ այս պայմաններում պարոն Ծառուկյանը իր հոգով, իր մտքով, իր ստեղծելու, արարելու պատրաստակամությամբ շատ ավելի ազատ է, քան ազատության մեջ գտնվող բանտարկյալները, որոնք ստիպված են կատարել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ այս հետապնդման հրահանգները։ Նրանք շատ ավելի կալանավորված են, քան Գագիկ Ծառուկյանը։ Մենք առավել քան վստահ ենք, որ Գագիկ Ծառուկյանը շատ շուտով լինելու է ազատության մեջ, որովհետև այն անհիմն մեղադրանքները, այն շինծու գործերը, որոնք որ այսօր վերագրվում են Գագիկ Ծառուկյանին, իրականության հետ ոչ մի առնչություն չունեն։ Ես ուզում եմ, որ սա իմանաք դուք, թեպետ վստահ եմ, որ գիտեք, ուզում եմ, որ իմանա մեր ամբողջ հանրությունը, Գագիկ Ծառուկյանը անմեղ է և լինելու է ազատության մեջ։ Լսում այս վանկարկումները և առավել քան վստահ եմ, որ ընդամենը օրեր անց լինելու է այստեղ կանգնած ու ասելու է ես ձեր